2026 թվականի առաջին ամիսը մոտենում է ավարտին։ Հունվարը ոչ միայն սկիզբ է, այլև կարևոր ժամանակ ամփոփելու համար։ Այս ժամանակահատվածում աստղագուշակական ազդեցությունները հատկապես բարենպաստ են մեզանից ոմանց համար։ Եթե զգում եք, որ էներգիայի ալիք կամ անսպասելի հնարավորություններ են թակում ձեր դուրը, դա կարող է պարզապես պատահականություն չլինել։ Եկեք նայենք, թե որ կենդանակերպի նշանները կզգան բացառիկ հաջողություն հունվարի վերջին շաբաթում։ Խոյ։ Բեկման էներգիա։ Ձեզ համար սիրելի խոյեր, հունվարի վերջը հզոր իմպուլսի ժամանակ է։ Ձեր հովանավոր մոլորակը, Մարսը, ձեզ կտա անսասան էներգիայի խթան, որը կուղղվի ամենաարդյունավետ ուղղությամբ։ Դուք կզգաք այն խոչընդոտների անհետացումը, որոնք վերջերս անհաղթահարելի էին թվում։ Սա իդեալական ժամանակ է ձեր կարիերայում վճռական գործողությունների համար։ Մի վախեցեք արտահայտել համարձակ գաղափարներ կամ ստանձնել պատասխանատվություն նոր նախագծի համար։ Ձեր նախաձեռնությունը կնկատվի և կգնահատվի։ Բախտը կնպաստի նրանց, ովքեր գործում են ուղիղ և վստահ։ Ցույց տվեք ձեր բնական քաջությունը և հաջողությունը կհետևի։ Ցուլ։ Փոփոխության ֆինանսական քամիներ։ Սիրելի ցուլ, ամսվա վերջում ձեր ֆինանսական ոլորտ կփչի թարմացնող և բարենպաստ քամի։ Ձեր նշանը կառավարող Վեներան ներդաշնակեցնում է դրամական հոսքերը։ Սա կարող է դրսևորվել անսպասելի բոնուսով, շահավետ համագործակցության առաջարկով կամ հաջող գնմամբ, որի արժեքը ժամանակի ընթացքում միայն կաճի։ Այնուամենայնիվ, աստղերը խորհուրդ են տալիս ոչ միայն ծախսել, այլև իմաստուն ներդրումներ կատարել։ Մտածեք կայուն ակտիվների մասին կամ միջոցներ մի կողմ դրեք կարևոր նպատակի համար։ Ձեր գործնականությունն այժմ ձեր ամենամեծ դաշնակիցն է։ Բախտը կարող է գալ նաև երկարատև կապերի միջոցով։ Մի անտեսեք վստահելի մարդկանց առաջարկները։ Երկվորյակներ։ Բառերը որպես հաջողության բանալին։ Ձեզ համար երկվորյակներ այս ժամանակահատվածը կապված կլինի հաղորդակցության և տեղեկատվության հետ։ Մերկուրին կակտիվացնի ձեր բնական հաղորդակցման հեշտությունը, յուրաքանչյուր բառը դարձնելով համոզիչ և ծանրակշիռ։ Դուք կկարողանաք բանակցել ամեն ինչի շուրջ, լուծել երկարատև հակամարտություն կամ կնքել պայմանագիր բարենպաստ պայմաններով։ Բախտը բառացիորեն կլինի ձեր լեզվի ծայրում։ Ազատորեն պլանավորեք հանդիպումներ, բարեք բանակցություններ և գրեք կարևոր նամակներ։ Հնարավոր է նաև ճակատագրական հանդիպում, պատահական զրույցը կարող է վերածվել ինչ-որ ավելի բանի, բաց եղեք աշխարհի և նոր կապերի համար։ Առյուծ։ Ստեղծագործականություն և ճանաչում։ Ձեզ համար հրաշալի առյուծներ, հաջողությունը կգա ստեղծագործական իրացման և անձնական տաղանդների միջոցով։ Ձեր հովանավոր արևը ձեզ կլուսավորի ամենաբարենպաստ լույսի ներքո։ Սա այն ժամանակն է, երբ ձեր խարիզման կփայլի եռակի ուժով, գրավելով ուշադրություն, հիացմունք և նոր հնարավորություններ։ Մի թաքցրեք ձեր կարողությունները, ցուցադրեք դրանք, մասնակցեք մրցույթների, ներկայացրեք ձեր նախագծերը և նախաձեռնություն ցուցաբերեք ցանկացած ձեռնարկում, որը թույլ է տալիս ստեղծագործել։ Դուք կարող եք դառնալ խնջույքի կյանքը կամ ոչ պաշտոնական առաջնորդ, որը կբացի նոր դռներ։ Հնարավոր է նաև ռոմանտիկ խոստովանություն, որը կխթանի և ոգևորի։ Կարգը որպես բախտի հիմք։ Ձեզ համար կույս հաջողությունը կբխի ձեր մանրակրկտությունից և քրտնաջան աշխատանքից։ Ամսվա վերջը կստեղծի կատարյալ մթնոլորտ ձեր կյանքի ամենակարևոր ոլորտներում կարգուկան հաստատելու համար։ Հստակ պլանը, կազմակերպված պահարանը կամ օպտիմալացված աշխատանքային հոսքը կբերեն անսպասելի և շատ հաճելի բոնուսներ։ Աստղերը խորհուրդ են տալիս կենտրոնանալ ձեր առողջության, առօրյայի և ձեր տարածքի կազմակերպման վրա։ Ձեր փաստաթղթերում սխալ գտնելը կարող է ձեզ փրկել լուրջ խնդիրներից, և մասնագետի մոտ ճիշտ պլանավորված այցը հենց այն է, ինչ ձեզ անհրաժեշտ է։ Հաջողություն է սպասվում ձեզ մանրուքներում, ձեր արժանիքը կլինի դրանց ուշադրություն դարձնելը։ Եզրափակելով հետևեք ալիքին։ Կարևոր է հիշել, աստղագուշակական կանխատեսումները խիստ դեղատոմսեր չեն, այլ բարենպաստ միտումների ցուցիչներ։ Բախտը կողմ է համարձակներին։
Նույնիսկ եթե ձեր նշանը այս ցուցակում չէ, 2026 թվականի հունվարի վերջը հիանալի ժամանակ է ինքներդ ձեզ հավատալու և ձեր նպատակներին հասնելու համար քայլ կատարելու համար։ Եվ աստղերի կողմից հատկապես նախընտրելի անձինք պետք է առավելագույնս օգտվեն այս էներգետիկ խթանից։ Կենտրոնացեք դրականության վրա, բաց եղեք ճակատագրի նշանների համար և հաջողությունը կդառնա ձեր հավատարիմ ուղեկիցը։